Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանն իր հայտարարությամբ ոչ թե մեղմեց արցախցիների զայրույթը, այլ ավելի բորբոքեց։ Ազատությանն ասաց թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Ինքը ներողություն չի խնդրել, որը ել ավելի է մեր ժողովրդի արդարացի վրդում։ Ոնց որ ասել եմ, էլի մեկնաբանությամբ է եղել։ Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թեմական խորհրդի անդամները հորդորել էին, որ հոգևոր առաջնորդը հայտարարություն անի ու ներողություն խնդրի իր բռնագաղթյալ ժողովրդից։ Հայտարարությունն արեց, բայց ներողություն չխնդրեց։ Վրդանես Սրբազանը պարզաբանեց, թե Փաշինյանին հանդիպել է որպես Մայրաթորի եպիսկոպոսած հանձնախմբի անդամ, եւ այդ հանդիպումն առնչություն չունի Արցախի խնդրի ու արցախցիներին հուզող հարցերի հետ։ Եղել եմ կամ եւ միշտ լինելու եմ իմ հոտի կողքին, իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին Արցախայության հանդեպ եւ հավատում եմ, որ ամենազոր Աստծո ողորմածությամբ մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով Արցախի պետական հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։ Վրդանես Սրբազանն էլ էր այն 8 եպիսկոպոսների խմբում, որ նոյեմբերի 28-ին կառավարությունում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես է Արցախի թեմի առաջնորդը սեղմում Արցախի էջը փակած Փաշինյանի ձեռքը։ Սոցիալական ցանցերում զայրացած գրում էին մարդիկ, որ անակնկալի էին եկել Արցախի հոգևոր առաջնորդին այդ խմբում տեսնելով։ Արցախի թեմական խորհուրդը չի կիսում թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը։ Իր տեսակետը կրկնեց թեմական խորհրդի ատենապետը։ Ես ոնց որ իմ բանում ասել եմ, կա քննարկումներ, կա բան առաջիկայում, ինչ որ դուք դիրքորոշումների մասին կարծիքների նկատի կունենաք։ Իսկ Արցախի առաջնորդարանում կան մարդիկ, որ Վրդանես եպիսկոպոսի կողմից են։ Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարվեց հարցին ուղիղ պատասխանել, ասաց խորհրդի անդամների հետ, որ սփռված են տարբեր երկրներում, քննարկումները շարունակվում են, առաջիկայում հայտարարություն էլ կլինի։ Ես թեմի անունից թեմը շատ մեծ ազգան, ես չեմ կարող այդպես ասել, բայց ամենայն դեպս դա կդառնա, որ ես բան եմ քննարկումների, ասենք, բովանդակությունը եւ բանը հանում եմ դուրս, որը բնականաբար որպես ատենապետ չեմ կարող։ Ուրեմն տարբեր ձևերով, տարբեր բաներ, բայց իմ դիրքորոշումը ես հայտնել եմ եւ իմ դիրքորոշման մասին դուք տեղյակ եք։ Արցախի թեմական խորհրդում էլ անակնկալ է եղել Վրդանես Սրբազանի քայլը։ Հնարավոր է թեմական խորհուրդը հոգևոր առաջնորդին փոխելու հարց առաջ քաշի։ Ատենապետն Ազատությանն ասաց, դա հայ առաքելական եկեղեցու ներքին հարցն է։ Ես նորից ասում, զարմանում եմ բոլոր ղարաբաղցիներից, սկսած ամենահասարակ քաղաքացուց դուրս եկած ամենավերջի պաշտոնյայով։ Այսօր Վրդանես Սրբազանի արարքը, եթե մենք ներմենք, եթե մենք ասեցի անհետևանք թողնում ես ամեն ինչը, ուրեմն ես ասելիք չունիմ։ Հրաժարականի ու ներողություն խնդրելու պահանջով նախորդին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն էր ակցիա կազմակերպել առաջնորդարանի մոտ։ Փաշինյանին հանդիպած հոգևոր առաջնորդը ոչ նրանց ընդունեց, ոչ էլ զանգերին պատասխանեց։ Ակցիային մեծ թվով մարդիկ էլ չէին մասնակցել։ Սա բարկացրել էր արցախցի փաստաբանին։ Facebook-ում գրում, անիծում, քննադատում են, բայց բացատրություն պահանջելու համար քայլ չեն անում, զայրանում էր փաստաբանը։ Ձեր հոգևոր առաջնորդը, մեր բոլորիս արցախցիների հոգևոր առաջնորդը քինամա Ձերք սեղմում, քինամա խոնարհվում եմ մարդու արչև, ու վեր Արցախը հանձնալա, ու վեր, չգիտեմ, Արցախը համարում է Ադրբեջան, ու վեր թքածոն է մեր գերիների իրա, ու վեր Արցախի էջը համարում է փակված, ու վեր Միսկի խումբ լուծարում, ու վեր եկեղեցու նկատմամբ արշավ ասկսում այն ժամանակ, երբ որ կաթողիկոսը միջեկեղեցական համաժողովում Շվեյցարիա պիտցնում է Արցախի վերադարձի եւ գերիների հարցը, այդ մարդուն է քինամա ձերք սեղմում, ու սա սուսնքրալ նստալ, ասում ենք նորմալ է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով պետք է հոգևոր առաջնորդին փոխելու հարց բարձրացնի թեմական խորհուրդը։ Գեգամ Ստեփանյանին վիրավորել է այն, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է կաթողիկոսի դեմ պայքարին։ Ի վերջո պետք է հասկանալ, որ խնդիրը միայն հանդիպումը չի, խնդիրը նաև եկեղեցու դեմ դուրս գալն է։ Այսինքն արցախցիները նույն հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, որոնց համար հոգևոր կենտրոնը Մայրաթորն է, եւ այդ քայլը նաև շատ ծանր է դիտվում արցախցիների շրջանում, այն առումով, որ փաստորեն 10 եպիսկոպոսները, որոնք դուրս են եկել Մայրաթորի դեմ կամ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, ըստ էության նրանց մեջ է նաև Արցախի թեմի առաջնորդը։ Արդյոք Վրդանես Սրբազանը կշարունակի ղեկավարել Արցախի թեմը։ Նա հայտարարությունում հեռանալու մասին ոչ մի ակնարկ չի արել։ Վրդանես եպիսկոպոսին լսել չհաջողվեց, նա մեր զանգերին չպատասխանեց։